Նախկին ակտիվիստ Թագուհի Ղազարյանը, որ հիմա падգամավոր է, մի ակտիվ հայտարարություն է արել։ Եկեղեցիները պետք է մնան եկեղեցու մոտ։ Իսկ ով է ասում, որ եկեղեցիները չպետք է մնան եկեղեցու մոտ։ Տեղավորվում է ինձ համար խելագարության կանխավարկածում։ Ընդդիմադիր падգամավոր Լիլիթ Գալստյանը խելագարության կանխավարկած է տեսնում իշխանական падգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Թագուհի Ղազարյանի առաջարկած օրինագծում, թե պետք է փոխել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների մասին օրենքի 37-րդ հոդվածը, ամրագրել հուշարձան պատմամշակութային կառույցները հնարավոր է վաճառել կամ անհատույց օտարել միայն կառավարության համաձայնությամբ։ Գործող օրենքում կա։ Օրենքում պարզ շարադրված է. Հուշարձանը օտարվում է լիազոր մարմնի տեղեկությամբ, լիազոր մարմնի գրանցած գործարքներով։ Լիազոր մարմինն այս դեպքում ԿԳՄՍ նախարարությունն է։ Այսինքն կառավարությունը, հստակեցնում է ընդդիմադիր падգամավորը։ Եկեղեցին երբևէ այդպիսի միտք, նախաձեռնություն, հիվանդագին երևակայություն ինչպես ԿՊ-ն ունի, չունի։ Եվ ուրեմն ինչու հանկարծ ԿՊԱ-ական падգամավորները որոշեցին եղածը չեղած ներկայացնել ու հայտարարել։ Հայաստանում գտնվող եկեղեցիները ծայրահեղ, բացառիկ դեպքերում միայն պետք է հնարավորություն լինի դրանք վաճառել կամ օտարել։ Սա եւս մեկ հանգրվան է արդեն խորհրդարանի մակարդակով վարկաբեկել, զրպարտել եւ այսպես ոտնակոխ անել հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը եւ համբավը։ ԿՊԱ-ականների առաջարկած օրինագիծը վարկաբեկման փորձ է ուղղված հատկապես ամենայն հայոց կաթողիկոսին։ Հասկացան, որ կաթողիկոս գործակալ սցենարը չի գործում, ուզում են կաթողիկոս առևտրական սցենարը գործի դնել։ Պնդում են ընդդիմադիրները։ Այնտեղ նաև չթաքցրեցին մի շարք խորհրդանական, այսպես ԿՊ մեծամասնության ներկայացուցիչներ, որ սա ուղղված է վեհափառին դեմ։ Լսելով այս падգամավորների եւ ԿՊԱ-ական շրջանակի տեսակետները մարդ կարող է տպավորություն ունենալ, թե ասենք թե մակարավանքը կամ հաղարծինը ուզում են վերցնել այսպես եւ տանել տեղավորել, չգիտեմ, աֆրիկյան որևէ հանրապետությունում։ Լիլիթ Գալստյանը խորհրդարանում հարցրել է ԿՊԱ-ականներին. կա թեկուզ մեկ օրինակ, որը կհաստատի մայրաթոռը եկեղեցի կամ պաշտամունքային որևէ կառույց է վաճառել։ Օրինակ չկա, ասում է Գալստյանը։ Հակառակ այս ամբողջ ընթացքում հայ առաքելական եկեղեցին խոսել է նաև բոլշևիկյան շրջանում եկեղեցուց թալանված գույքերի եւ շինությունների վերադարձի մասին։ Շինության վաճառքի օրինակ եթե անգամ չկա, մասունքի կա, պնդում են ԿՊԱ-ականները, հայտարարում Սուրբ Գեղարդը ռուս ուղղափառ եկեղեցուն նվիրող կաթողիկոսը եկեղեցի էլ կնվիրի։ Մի բան էլ ասեմ այդ անգիտակների Նվիրաբերվել է ոչ թե Սուրբ Գեղարդը, այլ փշրանքը։ Ընդ որում դա տեղի է ունեցել եկեղեցիների ընծայաբերման փոխադարձ կարգի ժամանակ։ Ռուս ուղղափառ եկեղեցին Սուրբ Գեղարդի փշրանքի դիմաց թանկարժեք սրբապատկեր է նվիրել հայ առաքելական եկեղեցուն, հստակեցնում են ընդդիմադիրները։ Մասունքների փոխանակման դարավոր ավանդույթ ունի։ Միևնույն է, չեն նահանջում իշխանականները։ Հատկապես Տերասողիկի պարզաբանումը լսելուց հետո, թե կաթողիկոսները իրավունք ունեն մասունքներ նվիրել ինչպես հոգևորականներին, այնպես էլ աշխարհիկներին։ Այստեղ մենք հիշում ենք, որ Կտրիշ Ներսիսյանը, ով կուսակրոնության ուխտ է տվել, խախտել է այդ ուխտը եւ ունի զավակ կամ զավակներ, ովքեր աշխարհական են։ Եվ Կտրիշ Ներսիսյանը, ինչպես ասում է ասողիկը, կարող է ցանկացած բան նաև նվիրաբերել իր աշխարհական զավակին կամ զավակներին, որոնք էլ իրենց հերթին կարող են նվիրաբերել մեկ ուրիշին կամ երրորդ պետությունների։ Ստացվեց Կիկոսի մահը։ Գնացի մարդի, ունեցա որդի, գդակը պոպոս, անունը Կիկոս, վիրիլապ ծարին, ծացը կավկարին, վայ Կիկոս ջան։ Հեքիաթում չենք, սթափեցնում են ընդդիմադիրները։ Դա դիվանքը Շուշին ասեմ, որ մեկն ասեմ, 4-րդ դարի ամարածն ասեմ։ Արցախում Ադրբեջանի վայրագություններին մոտ 20,000 մշակութային արժեքներ թողած քաղաքական ուժը ուզում է համոզել, որ անհանգստանում է մեր եկեղեցիների համար։ Տարակուսում են ընդդիմադիրները, հիշում ու հիշեցնում։ Սիսակ Գաբրիելյանը եւ Թագուհի Ղազարյանը Եկեղեցիները կաթողիկոսից իբր պաշտպանող օրինագծի հեղինակները այն նույն падգամավորներն են, որոնց նախաձեռնությամբ հայ առաքելական եկեղեցու հիմնադրած շողակաթ հեռուստաընկերությունը հունվարի 1-ից զրկված է հանրային սփռումից։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։